Խորհրդարանական ընտրություններից շուրջ 5 շաբաթ անց Եվրոպան Փաշինյանին է ներկայացնում իր օգնության հաշիվը։ Հայաստան կգա եվրոպացի փորձագետների խումբ, որոնք վերլուծաբանների համոզմամբ կփորձեն արմատացնել հակառուսական տրամադրությունները երկրում։ Փորձել են աջակցել այն գաղափարի ձևավորմանը, որ Ռուսաստանը սպառնալիք է, Ռուսաստանը թշնամի է։ Հենուս ուզերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվեր։ Տասնյակ մարդիկ ողողում են դատարանները Փաշինյանի դեմ հայցերով, պահանջելով, որ նա ներողություն խնդրի եւ հերքի հայտարարությունը, թե իրենք ընդդիմությանը ընտրակաշառքով են ձայն տվել։ 7335 հոգի հեսա իմ գրառմանը հավանություն են տվել, այսինքն պատկերացրեք ինչքան մեծ պահանջ է։ Գագիկ Ծառուկյանին պատկանող մուլտիտաբակ ընկերության շուրջ 150 աշխատակիցներն անգործ են, արդեն 9 օր է կապարակնքված են մուլտիտաբակի դռները։ Մեր վարչապետը ամբողջ երկրով շրջագայություն է կատարում, սելֆիներ անում, չի մտածում, որ 15000 աշխատակից մնացել են դրսում։ Եվ Փաշինյանական մասկի շոուների առաջին զոհը Մանվել Գրիգորյանը այսօր 70 տարեկան կդառնար։ Ժողովրդին կուզեմ ասեմ, ուշքի արեք։ Ուշքի արեք, քանի դեռ այս երկիրը ձերն է։ Հուլիսի 14-ի գլխավոր նորությունները կհայտնի Հայլուրը, բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, եւ այսպես խորհրդարանական ընտրություններից շուրջ 5 շաբաթ անց Եվրոպան Փաշինյանին է ներկայացնում իր օգնության հաշիվը։ Աննախադեպ օգնությունը, որ քաղաքացիական պայմանագիրը ստացել է նախընտրական եւ ընտրական շրջանում, ինչպես եւ կանխատեսում էին վերլուծաբանները, գին ուներ ու հիմա եկել է հաշիվը փակելու ժամանակը։ Եվրամիությունը առաքելություն է գործուղել Հայաստան պաշտոնապես օգնելու պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմ։ Իրականում Հայաստան կգա եվրոպացի փորձագետների խումբ, որոնք ենթադրաբար Մոլդովայի օրինակով կփորձեն արմատացնել հակառուսական տրամադրությունները մեր երկրում։ Եվրամիության դիվանագիտության պատասխանատու Կայա Կալասը չի էլ թաքցնում, Հայաստանը եւ Մոլդովան եվրոպացիների համար նույն սանդղակում են, երկուսն էլ Կալասի բնմամբ արտաքին ճնշումների են ենթարկվում։ Լիլիթ Սարգսյանը կպատմի։ Նոր առաքելություն է Եվրամիությունը ուղարկում Հայաստան, այս անգամ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար։ Բրյուսելը վստահ է, Հայաստանին ճնշում են։ Թե Հայաստանը, թե Մոլդովան արտաքին ճնշումների են ենթարկվում։ Երկուշաբթի Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի նախարարներն են համաձայնություն տվել, որ առաքելությունը սկսի աշխատանքը Հայաստանում, բարելավելու երկրի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ։ Նախարարներն այսօր համաձայնություն տվեցին Եվրամիության նոր առաքելությանը, որ նա սկսի իր աշխատանքները տեղում։ Եվրամիության փորձագետները կօգնեն Հայաստանի իշխանություններին կիբերսպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարի եւ ֆինանսական անօրինական հոսքերի դեմ պայքարի գործում։ Քաղաքացիական առաքելության ղեկավարը Կոսմին Գեորգե Դինեսկուն է, որը Մոլդովայում Եվրամիության գործընկերային առաքելության առաջին ղեկավարն է եղել։ Հայաստանի ու Մոլդովայի միջև հավասարության նշան դնելը անընդունելի է համարում քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը, հիշեցնելով այդ երկրի ղեկավարի սկանդալային հայտարարությունը։ Մոլդովայում իշխանության է Մայա Սանդուն, ով ասել է, որ եթե Մոլդովայում լինի հանրաքվե Ռումինիային միանալու հարցով ինքը կողմ է քվեարկելու։ Այսինքն Մոլդովայում իշխանության է մի մարդ, որը կարծում է, որ ճիշտ է, որ իր երկրի պետականությունը ձուլվի այլ երկրի պետականության մեջ։ Եվրապաշտոնյաները Հայաստանն ու Մոլդովան համեմատում էին նաև Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ, պնդելով, թե Ռուսաստանից սպասվող հիբրիդային սպառնալիքները պետք է կանխել։ Ինչպես էին դա անում եվրոպացիները Մոլդովայում։ Փորձել են աջակցել այն գաղափարի ձևավորմանը, որ Ռուսաստանը սպառնալիք է, Ռուսաստանը թշնամի է։ Հետևաբար Հայաստանն ու Մոլդովան նույն հարթության վրա դնող Բրյուսելը մեր երկիր առաքելություն է ուղարկում նույն նպատակով։ Հայ ժողովուրդը չակերտավոր ուրախություն դեռ պետք է ապրի այն մտքից, որ անկլավները պետք է հանձնվեն Ադրբեջանին, որ 300,000 ադրբեջանցի պետք է տեղափոխվի Հայաստանի Հանրապետություն, հայ ժողովուրդը պետք է ուրախանա սրանից։ Այս հարցում պետք է Նիկոլ Փաշինյանին օգնեն հայ ժողովրդի ուրախությունը ապահովել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության Հայաստանում Եվրամիության գործընկերային առաքելությունը ազգային հաստատություններին կտրամադրի ռազմավարական խորհրդատվություն, տեխնիկական փորձագիտական աջակցություն եւ խոժանդակի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։ Ինչ է նշանակում այս հայտարարությունն իրականում։ Քաղաքագետի խոսքով եվրոպացի փորձագետները մոնիթորինգ են անելու հայկական մեդիադաշտի բովանդակությունը, ստուգելու են լրատվամիջոցների ֆինանսական աղբյուրները, սահմանափակելու են այս կամ այն տեղեկության տարածումը, դիմելով Facebook-ին, X-ին։
Բոլոր այն մարդիկ, ովքեր այս ամեն ինչի մասին խոսում են, իրենք պետքա տեղեկատվական բլոկադայի ենթարկվեն։ Բոլոր այն լրատվամիջոցները, որոնք այս ամեն ինչը լուսաբանում են, իրենք պետքա տեղեկատվական բլոկադայի ենթարկվեն։ Դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ հայտնի էր դարձել, որ Հայաստանի արտգործնախարարն է դիմել Եվրամիությանը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար օգնության խնդրանքով։ Մաթևոսյանը նկատում է, որ Բրյուսելն էլ իր հերթին շահագրգռված է Հայաստանում ներկայացվածությամբ։ Եվրամիության մեր հարգարժան գործընկերները դեռ թանակը չչորացած կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրենք շնորհավորեցին Նիկոլ Փաշինյանին։ Այդ շնորհավորանքը գին ունի, չէ՞։ Եվ այդ գինը պետք է լինի այն, ինչ ես ասացի, ադրբեջանցիներից միջև թանկ ռուսական գազը միջնորդի միջոցով գնել, բայց ներկայացնել դա որպես, չգիտեմ, ինքնիշխանության ամենավերին դրսևորում, այս ամեն ինչը մենք պետքա անենք։ Լիլիթ Սարգսյան, Առաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Տասնյակ մարդիկ ողողում են դատարանները Փաշինյանի դեմ հայցերով, պահանջելով, որ դա ներողություն խնդրի եւ հերքի հայտարարությունը, թե իրենք ընդդիմությանը ընտրակաշառքով են ձայն տվել։ Արփի Սուքիասյանն է զրուցել նրանցից մեկի հետ։ Դատի են տվել ՀՀ քաղաքացիները վարչապետին, ինչպես իրենք քաղաքացիներն են ասում, անպատասխանատու հայտարարությունների համար։ Քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե։ Հունիսի 11-ի ճեպազրույցին է Փաշինյանն ասել, խորհրդարանական ընտրություններին ԿՊ-ի ստացած քվեն օրգանիկ է, ընդդիմադիրներինը ոչ։ Այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե։ Ինչև ինչքան ժամանակ եք թողնելու։ Վաղուց ժամանակն է, որ ՀՀ քաղաքացին թույլ չտա վարչապետին աջ ու ձախ չհիմնավորված հայտարարություններ շաղտալ, ասում է Կիրակոսյանը։ Լրագրողն ուզում է, որ Փաշինյանի համար առանց ապացույցների հայտարարություն անելը նույնքան դժվար լինի, որքան օրինակ խոստուկ բարձրանալը։ Ովքեր են Փաշինյանին դատի տված մարդիկ, որ ԿՊ-ին չեն ընտրել, հենց դրա համար էլ վարչապետը նրանց կաշառակեր է անվանել։ Բագրատ Սրբազանը արդեն դիմել է եւ ինչ որ մի կին Լուսինե անունով, որին չեմ ճանաչում, հանրային գործողություն ունի թե չունի։ Լուսինե Ավագյանը պահանջում է պարտավորեցնել Փաշինյանին հրապարակային հերքել այդ հայտարարությունը եւ վճարել 6 միլիոն դրամ, որպես զրպարտության եւ վիրավորանքի համար պատճառված վնասի փոխհատուցում։ Բագրատ Սրբազանի փոխհատուցման պահանջը սիմվոլիկ է։ Միայն ներողություն ակնկալելով Նարինե Կիրակոսյանն ուզում է, որ այս գործընթացները նախադեպեր դառնան։ Իսկապես դա պատվի հարց է։ Զրպարտության եւ վիրավորանքի համար Փաշինյանի դեմ հայցեր ներկայացնեն բոլոր այն մարդիկ, որոնք խորհրդարանական ընտրություններին քվե են տվել ընդդիմությանը։ Եթե ոչ կես միլիոնը, մի զգալի մասը գոնե պատասխանատվության կանչեն իրենց կաշառակեր անվանողին։ Պահանջ եմ ներկայացրել եւ դիմել եմ 3 ուրեմն դիմադիր ուժերին։ Լրագրողը Facebook-յան հայտարարություն է տարածել, ուզում է, որ ընդդիմադիրներն օգնեն մարդկանց դատական հայցեր ներկայացնելու հարցում։ Դատական ծախսերը փոքր չեն։ 7335 հոգի հեսա իմ գրառմանը տակ հավանություն են տվել եւ կիսվել են, այսինքն պատկերացրեք ինչքան մեծ պահանջ է, որտեվ ես Facebook-ում այդքան շատ հետևորդներ չունեմ, բայց այդ գրառումը մեծ ուրեմն արձագանք է ստացել։ Նարինե Կիրակոսյանը պարզել է, որ քաղաքական գործիչներից մինչև պարզ քաղաքացիներ վարչապետի ենթադրյալ զրպարտության դեմ դեռ 2018 թվականից են հայցեր ներկայացրել։ Ուղղակի այդ հայցերը տեղից չեն շարժվել։ Կամ կարճվել են, կամ չգիտեմ, փոխվել են, այսինքն այդ դատական գործընթացը անդադ ձգձգվում է։ Ինչ երաշխիք, որ նույնը նոր հայցերի հետ չի լինելու, դրանք էլ այսպես ասած չեն քնեցնելու։ Ես կենթանու օրինակը հենց այնպես չասեցի։ Բանը հասել է նրան, որ Հայաստանում կենթանիները Ծառուկյանի կենթանիների հետ պատահածը վկա գույք են դառնում ու արգրավում։ Մի օր քաղաքացուն էլ պետության գույքը կդարձնեն ու կարգրավեն իրենց պետություն հռչակած պաշտոնյաները։ Թողնենք բանը դրան հասնի։ Հարցին հարցով է պատասխանում հետաքննող լրագրողը։ Պնդում, լռելն ամեն դեպքում լուծում չէ։ Կաթիլը քար է ծակում։ Առավելագույն 6 միլիոնն եմ Նիկոլ Փաշինյանից պահանջում, որ մյուս անգամ, երբ որ ինքը ինձ մյուսին կասի կաշառք եք կերել կամ կաշառքով եք ընտրության արել, պատասխանատու լինի։ Գոնե նեղը չգցել վարչապետին անպատասխանատու հայտարարությունների համար, շարունակում է Կիրակոսյանը։ Ինչ շատ պետք է չի, ինչ կաշառքի մասին է։ Ես ուզում եմ, որ ընդդիմությունը գար, որ առողջ քաղաքական դաշտ լիներ։ Ես գիտակցաբար եմ իմ ընտրությունը արել։
Հիմա Հայաստանը միայն անունով է ժողովրդավարական, ասում է լրագրողը, ձգտում իրական։ Փաշինյանի ձևակերպածը չէ, իսկապես ժողովրդավարական երկիր ունենալ, որտեղ վարչապետը կգիտակցի, ինքը պետությունը չէ, ինքը ժողովրդի քվեով պետության համար աշխատողն է։ Պետք է պատասխանատու լինի իր քայլերի ու հայտարարությունների համար։ Արփիս Քեսյան, Առաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները պատրաստվում են դիմել միջազգային արբիտրաժ նրա ընկերությունների պարապուրդի հարցով։ Այսօր բողոքի ակցիա են արել Ծառուկյանին պատկանող Մուլտիգրուպի մաս Մուլտիտաբակ ընկերության աշխատակիցները։ Գործարանի դռները 9 օր կապարակնքված են, ավելի քան 150 աշխատակից հարկադիր պարապուրդի մեջ։ Բողոքի ձայնը Լիլիթ Խալաթյանի ռեպորտաժում։ Թող մեզ չդրթեն, որ մենք գնանք ավելի վատ քայլերի։ Այսքան աշխատող մեզ է նայում։ Տղամարդիկ կանայք մնացել են առանց գործ։ Գագիկ Ծառուկյանին պատկանող Մուլտիտաբակ ընկերության աշխատակիցները դժգոհում են, գործարանը փակ է, աշխատել չեն կարողանում։ Արդեն 9 օր կապարակնքված են Մուլտիտաբակի դռները, անգործ է մնացել շուրջ 150 աշխատակից։ Այդ կառավարությունը, որ 15000 ընտանիքի թողել այսօր առանց գործ, մեր վարչապետը ամբողջ երկրով շրջագայություն է կատարում, սելֆիներ անում, չի մտածում, որ 15000 աշխատակից մնացել են դրսում։ Մեր մասին ով պիտի մտածի, ես 15000 հոգին դուրս գան երկրից, գնան ամեն մի ուղղությամբ, զզված այս երկրից, էդ են ուզում մեզանից։ Արդեն հոգնել ենք այս կառավարություն։ Ոնց պետք է ապրենք, մեր վարկերով պետք է փակի։ Եթե չբացեցին գործարանը, ամեն ինչի մենք ընդունակ ենք անենք։ Ինչ պետք է անենք, մեր երեխեքին ով է պահելու։ Ինչու պետք է քաղաքական հաշվեհարդարների զոհ դառնան, հասարակ քաղաքացիները հարցնում են Մուլտիտաբակի աշխատակիցները։ Այս ամեն ինչը կապ չունի մեր հետ, բացարձակ կապ չունի ժողովրդի հետ, ժողովուրդը պիտի չտուժի։ Ծառուկյանը մենակ սարքել է, սարքում է ու էլի սարքելու է, մենք իր կողքին ենք, մենք ամեն ինչի պատրաստ ենք, ոչ թե չգիտեմ ինչ անենք, որ մեր գործարանը աշխատի, մենք դա ենք պահանջում, իմ նման բոլորն են պահանջում։ ԲՀԿ առաջնորդին պատկանող 70 ընկերության շուրջ 10000 աշխատակից է պարապուրդի մատնվել, հայտարարում են Մուլտիտաբակի աշխատակիցները։ Պատճառների մասին չգիտեն, համոզված են Ծառուկյանը ոչինչ չի արել իրավապահների կողմից նման անմարդկային վերաբերմունքի արժանանալու համար։ Շատ տհաճ երևույթ է, որ քաղաքականության պատճառով մի մարդու են ձերբակալում ու ամենավերջի հանցագործի այն ձևով չեն ձերբակալում, ոնց որ պարոն Ծառուկյանն է ձերբակալել, շատ տհաճ երևույթ է, դա պետք է առաջին հենց իրանք ամաչեն, որ նման մարդու նման ձև են ձերբակալել։ Ու հետո ասեմ, որ պարոն Ծառուկյանը, եթե հանցագործը եղել է, 8 տարի իրանք ինչ բան են եղել, 8 տարվա մեջին բռնեին, դատեին, չթողեին հանցագործը մնա դրսում։ Հենց որ քաղաքականությունը եկավ, ընտրությունը եկավ, պարոն Ծառուկյանը ընդդիմախոս եղավ, միանգամից հանցագործ դառավ պարոն Ծառուկյանը։ Մարդ այդքան սարքել է, ստեղծել է, որ այսօր գային տային գետին, հա, տանեին դրաներ, էդի վայել բաներ, քաղաքականության հարց են լուծում։ Կ***ները չի կարելի։ Պարոն Ծառուկյանին դատապարտելով դատապարտում են 10000 աշխատողի։ 10000 մարդ չգիտի ինչպես վաստակել օրվա հացի փողը, ասում են հավաքվածները։ Խոստովանում շուկայական խնդիրներով պայմանավորված իրենք մինչ այս էլ 3 ամիս պարապուրդում են եղել, սակայն ամեն ամիս ստացել են աշխատավարձ։ Իսկ հիմա վստահ չեն, կվճարի իրենց ընկերությունը, երբ կապարակնքված է ընկերության դուռը։ Հետաքրքրվում են, պետությունը պատրաստ է փոխհատուցել իր իսկ պատճառած վնասը։ Հիմա այսօր հարկադիր պարապուրդի մեջ ենք։ Պարոն Ծառուկյանը, հա, էլի ես համոզված եմ, որ կարող է դուրս գա ու այսքանին վարձատրի, բայց որ այդ մարդը չվարձատրի, պետությունը պարտավոր է, այսքան պարապուրդի վնասը վերականգնի, ժողովրդին վարձատրի, անելու են իրանք։ Ես չեմ կարծում, որ իրանք կվերականգնեն, իրանք մենակ կարող են խլին։ Լիլիթ Խալաթյան, Հայկ Ավանեսյան, Առաքել Օհանյան, Հայլուր։ Գագիկ Ծառուկյանի ձիերի եւ փասյանների առգրավումը հետաձգվել է, այս մասին Հայլուրին հայտնել է փաստաբան Հովհաննես Վարդանյանը։ Նրա խոսքով ի սկզբանե կենդանիներին պետք է առգրավեին 4 օր առաջ, բայց տեխնիկական խնդիր է առաջացել, ինչի պատճառով առգրավումը հետաձգվել է։ Այսօր էր նախատեսվում 1 պոնի եւ 11 ձիու առգրավումը, բայց մինչեւ այս պահը Ծառուկյանին պատկանող կենդանիներին չեն տարել իրավապահները։ Ինչու փաստաբանը չգիտի, ենթադրում է, որ ներկա լրատվամիջոցներն են զսպում նրանց։ Այնուամենայնիվ պաշտպանները բողոքարկել են առգրավման որոշումը, պնդելով, որ ընտանի կենդանիները չեն կարող քրեական վարույթի առարկա լինել։ Մեզ անհասկանալի պայմաններում
Փաստացի ստացվում է այնպես, որ դեռևս արգրավումը չի իրականացվում եւ տեղեկություն չունենք, թե ինչն է պատճառը, որ արգրավումը չի իրականացվում, զուտ այդքանը կարող եմ ասել։ Իսկ ինչ հիմքով էին արգրավում, եթե դրանք ընտանի կենդանիներ են ըստ էության։ Ճիշտն ասած, այդ հանգամանքի հետ կապված մենք արդեն դատավարական ընթացակարգերով քննիչի կողմից կայացված որոշումը բողոքարկում ենք, քանի որ փաստացի իրանք հանդիսանում են ընտանի կենդանիներ եւ որպես այդպիսին չեն կարող հանդիսանալ որևէ քրեական վարույթի առարկա, որպես այդպիսին։ Հիմա դատավարական ընթացակարգերով քննիչի որոշումը բողոքարկվում է։ Իսկ ինչ են ասում ձիերին խնամողները, նրանք տեղափոխվելու հետևանքով որևէ վնաս կկրեն։ Փաստացի, հա, որպես այդպիսին վնաս կկրեն, որովհետև իրենց ծանոթ միջավայրում են իրեն գտնվում, հատուկ խնամք են պահանջում, որովհետև հատուկ ձիեր են, որպես այդպիսին տոհմական, զուտ այդ մասով խնդիր կարող է առաջանալ միանշանակ։ Ով մեզ հետ չէ, պետք է նստի։ Փորձագետները ահազանգում են Հայաստանում այլախոհությունը եւ քաղաքական դիրքորոշումը դարձել են քրեական հետապնդման, կալանքի ուղիղ պատճառ։ Փաշինյանի թիմը որդեգրել է այլ կերպ է մտածում, ուրեմն թշնամի է բանաձևը, իսկ սահմանադրությունը եւ մարդու իրավունքները գոյություն ունեն միայն թղթի վրա։ Որպեսզի բռնաճնշումների ալիքի տակ չմնա ազատ խոսքը, ձևավորվել է հանձնախումբ։ Դրա անդամները զբաղվելու են քաղաքական հետապնդման ենթարկվողների իրավունքների պաշտպանությամբ։ Այլ կերպ ես մտածում, ուրեմն թշնամի ես։ Սա է Փաշինյանի թիմի բռնած դիրքը Հայաստանի այլախոհ քաղաքացիների նկատմամբ, նկատում է Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպանը։ Ոչ թե որպես ընդդիմություն, ոչ թե ժողովրդավարության որևէ մի առումով անհրաժեշտ տառ եւ այլն։ Դա թշնամություն է։ Գագիկ Ծառուկյանը, Անդրանիկ Թևանյանը, Ավետիք Չալաբյանը, Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը։ Էլինար Վարդանյանը թվարկում է այն քաղաքական առաջնորդների անունները, որոնք կալանավորված են կամ որևէ քրեական գործով են անցնում հիմա։ Մենք տեսնում ենք, որ այս պարագայում քաղաքական ուժերի ղեկավարները նախընտրական եւ հետընտրական փուլում ենթարկվել են քաղաքական հետապնդման։ Քաղաքական առաջնորդներից բացի ճաղերի ետևում նաև մի շարք ընդդիմադիր քաղաքական եւ հանրային գործիչներ կան։ Հիշեցնում են քաղաքագետներն ու պնդում, քրեական գործ կարելով իշխանությունն ուզում է լռեցնել նրանց, վախի մթնոլորտ ստեղծել Հայաստանում, որպեսզի ոչ մեկ հանկարծ չթփրտա։ Ուղղակի բոլոր օրենքները ոտնահարվում են եւ այդ ոտնահարման արդյունքում մեր քաղաքացիները, մեր բնակչությունը, մեր հայրենակիցները կանգնած են անպաշտպանության եզրին։ Նման բռնաճնշումներ չեն եղել նախկին նախագահների օրոք, հիշում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Նախկին 3 նախագահների ժամանակահատվածում Հայաստանը վարում էր բալանսավորված քաղաքականություն եւ այդ իմաստով ոչ կողմերից ոչ մեկը չէր դիտարկում Հայաստանին որպես հենակետ մյուսի դեմ պայքարելու համար։ Եվ քանի որ այդպես էր, ապա նախկին իշխանությունները նույնիսկ եթե ցանկանային էլ զանգվածային ռեպրեսիաներ չէին կարող իրականացնել, որտեղ կար զսպող համակարգ, այդ զսպող համակարգը դա արամեծան կառույցներն էին։ Հայաստանում սահմանադրությունն ու սահմանադրական իրավունքներն այլևս չեն գործում։ Նկատում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ու ասում. հիմա երկրի վարչապետն է որոշում, ով լինի կաթողիկոս, ով տեղ ունենա խորհրդարանում, ով ընտրելու իրավունք ստանա։ Գործող իշխանությունը ունենալով լեգիտիմության լուրջ խնդիր եւ հասկանալով, որ սահմանադրական կարգը Հայաստանում այլևս չի գործում, որոշում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել եւ երկրի համար ճակատագրական որոշումներ կայացնել։ Ակնհայտ է, որ այս de facto իշխանությունը չի կարող նման ճակատագրական հարցեր լուծել։ Ստեղծված իրավիճակին հակազդելու համար պետք է միավորվել քաղաքագետներից, դիվանագետներից ու իրավապաշտպաններից ձևավորված այս հանձնախումբը հենց այդ նպատակին է ծառայելու։ Նրանք զբաղվելու են քաղաքական պատճառներով հետապնդվող մարդկանց իրավունքների պաշտպանության հարցերով։ Լիլիթ Գասպարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Մեր հաջորդ ռեպորտաժը Փաշինյանական մասկիշոուների առաջին զոհի մասին է։ Մանվել Գրիգորյանի առանձնատան եւ ամառանոցների խուզարկության կադրերը առաջինն էին, որ Փաշինյանի թիմը իշխանության գալուց անմիջապես հետո հրամցրեց իր ընտրողներին։ Ավելի ուշ ադրբեջանական մեդիան պետք է հրճվեր կադրերից, որոնցում երևում էր ինչպես է իրենց բանակի երբեմնի ահուսարսափ գեներալ Մանվելը դատարանի դահլիճ բերվում ամբասայլակով, 8 թվացնի սարքով, նիհարած եւ հյուծված։ Գեներալ Մանվելը այսօր կդառնար 70 տարեկան։ Ալբերտ Սերոփյանի ռեպորտաժը։
Զորավար Մանվել Գրիգորյանի զինակիցները շարքով խնկարկում են Արցախի հերոսն այսօր 70 տարեկան կդառնար։ Երևի 1000 տարին մեկ կծնվեին մանվելներ։ Մարտի դաշտում Մանվել Գրիգորյանի հետ կողքի կրված տղաները բոլորին են շնորհավորում հրամանատարի ծննդյան առիթով։ Որ անպարտելի զորը ողավակ թուրքերի ահու սարսափ զորավար Մանվել Գրիգորյանի ծնունդը շնորհավոր լինի ներկա պահին իհարկե ազատամարտիկները եւ հայ ժողովուրդը շատ մեծ կարիք ունի նման տեսակի, ինչպիսին էր Մանվել Գրիգորյանը։ Ազատամարտիկները բոլորին են շնորհավորում, որովհետև բոլորի համար էր Մանվել Գրիգորյանն ազատագրում Արցախի հայկական հողակտորները մեկը մյուսի հետևից, ասում է գեներալ Իզինակից ազատամարտիկ Նազիկ Ամիրյանը։ Զորավարի անցած ճանապարհը բոլորի համար է եղել, ոչ կոնկրետ մեր համար կամ այս տղաների, ամբողջ մեր ազգի համար է եղել եւ իրապես շնորհավորանքը պիտի լինի բոլորի համար։ Ինչ կուզեր զորավարը իր ծննդյան օրը, որ մեջքն ուղի իր ժողովուրդը։ Ժողովրդին կուզեմ ասեմ, ուշքի արեք, քանի դեռ այս երկիրը ձերն է։ 44-օրյա պատերազմի ավարտից 10 օր անց 2020-ի նոյեմբերի 19-ին է մահացել Մանվել Գրիգորյանը։ Նրան 2018-ի իշխանափոխությունից հետո ԱԱԾ-ն ձերբակալել եւ պահում էր մեկուսարանում։ Գրավով ազատ արձակվելուց կարճ ժամանակ անց կրկին կալանավորվել էր գեներալը։ Ազատ էր արձակվել առողջական խնդիրների պատճառով, չնայած հիվանդություններին 44-օրյային Մանվել Գրիգորյանը Արցախյան ռազմաճակատում էր։ Արևմուտքը մեր համար, մեր իր հիմնական ճշնամին, մեզ համար պատրաստում է տեղափոխություն։ Նույնի 96 թվականին էր։ Նույն ինչ ասել է տեղափոխություն, այսինքն իշխանության բերվելու են մարդիկ, որոնք երկիրը պահելու են այն ռելսերի մեջ, որով հիմա պահում են Նիկոլ Փաշինյանը։ Գեներալ Մանվել Գրիգորյանը, սպարապետ Վազգեն Սարգսյանը կարողացան 96 եւ հետո 98 թվականներին Հայաստանը հանել այդ ռելսերից եւ մեզ համար հավելյալ ժամանակ վերցնել։ Հիմա մեր մոտ կրկին տեղափոխության վտանգ կա։ Մեզ պետք են այդ նույն նվիրյալները, որպեսզի այս վատ ռելսերից պետությունը հանեն։ Բացառիկ հայրենասեր մարդ ա եղել ու ինքը իր լրիվ ամեն ինչը ինչ ունեցել է, ներդրել է հայրենիքի համար, հայրենիքի ազատագրման համար ու երբևիցե հետ նահանջող չի եղել։ Շնորհավորում եմ իր երկրային ծնունդը, փառք ու պատիվ, 1000 փառք ու պատիվ գեներալին։ Մանվել Գրիգորյանի 70-ամյակի առիթով անվանական մեդալներ է ստեղծել ընտանիքը, պարգևատրել գեներալի զինակիցներին։ Ալբերտ Սերոփյան, Միլենա Պողոսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ վարչական հսկողություն է սահմանել Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը։ Դատավորը մասնակի է բավարարել մեղադրող կողմի միջնորդությունը սահմանափակելով Գյումրիի քաղաքապետի նախկին խոսնակի ազատությունը։ Աղեկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը Հայդուրի հետ զրույցում ասել է, որ իրենք չեն ընդունում խուլիգանության, ոստիկանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեղադրանքը։ Հետաքննող լրագրողը բարձրաձայնել էր Գյումրիի Մուսայելյան 84 հասցեում գտնվող համայնքային մանկապարտեզի շենքը ոստիկանների ընտանիքների կողմից ապօրինի զբաղեցնելու մասին։ Ըստ Աղեկյանի, նրան դեպքի վայրում բռնության են ենթարկել, հետագայում սակայն քրեական հետապնդում էր սկսվել հենց իր դեմ եւ ինքը տուժողից հայտնվել էր մեղադրյալի կարգավիճակում։ Մենք կամակատար մեր սրիկալավոր վարերի համար Լիլիթ Աղեկյանին, ով հետաքննող լրագրող է եղել, այս ավարերն հնչել է գիտեք ինչ բարակայում։ Այն բարակայում երբ ոստիկանը գնացել է Լիլիթ Աղեկյանին որպես տուժողի բռնման ենթարկելու։ Այդ ժամանակ հնչել այս բառը։ Վարչապետին ինչի չեն դատում սակկացնելու խոսքի համար։ Վարչապետին օրինակ բռնության կոչերի համար չի։ Սիրելի հայրենակիցներ, այժմ համառոտ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։ Ռուսաստանի հայկական պտուղ բանջարեղենի համար կիրառվող սահմանափակումները շրջանցելու տարբերակ է գտել Հայաստանի կառավարությունը։ Իրանական անվան տակ է հայկական ծիրանը մտնում ռուսական շուկա, ահազանգում են բեռնատարների վարորդները։ Այս իշխանությունը, որ հլում ասում է մեր միրգը բանջարեղենը գնում է Եվրոպա, դա սուտ է, լքվի սուտ։
Իրանն ու Միացյալ Նահանգները չեն դադարեցնում օդային մարտը, իրավիճակը այնքան էլ արվել, որ պատերազմի մեջ են ներքաշվել նաև Իրանի դաշնակից Եմենի հութիները, Թրամփը ավելի հուժկու հարվածներ է խոստացել։ Թեժ է իրավիճակը ռուս-ուկրաինական ճակատում ըստ Կիևի վերջին 9 օրում Ազովի ծովում ռուսական 116 առևտրային նավ է խոցվել։ Մեր պատասխանները միշտ հայելային կլինեն։ Եվ այսպես Ռուսաստանի հայկական պտուղ բանջարեղենի համար կիրառվող սահմանափակումները շրջանցելու տարբերակ է գտել Հայաստանի կառավարությունը։ Բեռնատարի մի վարորդ անանուն մնալու պայմանով Հայլուրին ահազանգել է, որ հայկական ծիրանը շարունակում է սպառվել ռուսական շուկայում, միայն թե հիմա զարտուղի ճանապարհով է այնտեղ հասնում իրանականի եւ թուրքականի անվան տակ Ադրբեջանով։ Էդղար Ղուշյաննի ռեպորտաժը։ 15-րդ օրն աստեղ կանգնած ենք։ Սկանդալ է հասունանում հայ-իրանական սահմանին։ Բեռնատարի մի վարորդ անանուն մնալու պայմանով Հայլուրին ահազանգել է, որ հայկական ծիրանը տանում են հարևան Իրան, որ Իրանից այլ բեռնատարներով անցկացնեն Ադրբեջան, ապա Ռուսաստան։ Ծիրան արտահանողներն այսպես շրջանցում են հայկական պտուղ բանջարեղենի վրա կիրառվող Ռուսաստանի սահմանափակումները։ Երևի մեր իշխանությունն է ուղղորդել, որ չերես Ադրբեջան տանեն, մարդիկ էլ եկել են կաշառքով Պարսկաստանի ֆիտոսանիտարիայի թուղթը վերցրել են, տարել են Ադրբեջանով, ծիրանը հասցրել են Մոսկվա։ Իրանականի կամ թուրքականի անվան տակ հայկական ծիրանը մտնում է ռուսական շուկա, ասում է մեզ ահազանգած վարորդը։ Նրա խոսքով արդեն 2 շաբաթից ավելի է հայ-իրանական սահմանի Նորդուզի անցակետում է ու չի կարողանում ապրանքը դատարկել։ Անցակետում է հասկացել ինչու են ծիրանը տանում Իրան։ Այս իշխանությունը, որ հլում ասում է մեր միրգը բանջարեղենը գնում է Եվրոպա, դա սուտ է, լքվի սուտ։ Մեր միրգ բանջարեղենը որոշ մարդկանց միջոցով գնացել է չերես Ադրբեջան, գնացել է Ռուսաստան։ Իրանից ֆիտոսանիտարական նորմերին համապատասխանելու մասին փաստաթուղթ են ուզում բեռի սեփականատերերը, որ կարողանան երրորդ երկիր անցկացնել հայկական բեռը, բայց իրանցի մաքսավորները չեն տալիս, քանի որ իրավունք չունեն։ Մեր զրուցակցի խոսքով հայկական ապրանքների համար այդպիսի փաստաթուղթ տված մեկ մասնագետ արդեն ձերբակալվել է։ Պարսկաստանն ասում է, ես բժշկի թուղթ չեմ կարա ձեզ տամ ֆիտոսանիտարիա, քանի որ դա պարսկական ապրանք չի։ Պարսկաստանի տամոժնիան շատ ահավոր վիճակում է, փոշի, կեղտ, բեսպրիձել, վարորդներից գումարներ են հավաքում անօրինական, կշեռքի փող, ռենգենի փող, սայլարկի փող, զաստավիտով սայլարկա է լցնել տալի։ Հայ-իրանական սահմանային անցակետերի արանքում մնացած բեռնատարի վարորդն ասում է, իրանցի մաքսավորները իրենց ուղիղ ասում են, հետ տարեք բեռը։ Սակայն Հայաստանից բեռի տերերը զանգում ամեն օր մի բան մոգոնում են, թե բա համբերեք, ամեն ինչ լավ կլինի։ Էդգար Ղուշյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Ամենայն հայոց կաթողիկոսը այցելել է Հայաստանում Իրանի դեսպանատուն հարգանքի տուրք մատուցել Իրանի նահատակված գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հիշատակին։ Կարեգին երկրորդը դեսպան Խալիլ Շիր Ղոլամիին իր կարեկցանքն է հայտնել, ասել է հույս ունի, որ Իրանի խաղաղասեր ժողովուրդը կկարողանա վերականգնել անվտանգությունը։ Պայթյունավտանգ է մնում իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոր ծանր հարվածներ են սպասվում Իրանին։ Ամերիկյան հրթիռները հասել են Իրանի հարավային ափամերձ հատվածներ, իսկ Իրանի զինուժը անօդաչու սարքերով հարվածել է ամերիկյան բանակի կապի եւ հոբ համակարգերին, վառելիքի եւ զինամթերքի պահեստներին, որոնք գտնվում են Քուվեյթում։ Կայանե Մովսիսյանն է հետևում զարգացումներին։ Կադրերում իրանական կամիկաձե անօդաչուներն ու հրթիռներն են, որոնք Օմանի ծոցում պատրաստում են խոցել ամերիկյան նավերը, Քուվեյթում բազաները։ ԱՄՆ բանակի կապի եւ հոբ համակարգերը վառելիքի եւ զինամթերքի պահեստներն է այդ երկրում շարքից անել Իրանը։ Մտահոգիչ է իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Միջազգայնագետները նկատում են, որ երբ փոքրիկ հույս է արթնանում խաղաղության, լռությունը խախտում են ամերիկյան եւ իրանական հրթիռները։ Իրավիճակն այնքան էլ արվել, որ պատերազմի մեջ են ներքաշվել նաև Իրանի դաշնակից Եմենի հութիները, Սաուդյան Արաբիայի միջազգային օդակայանին են հարվածել։ Եմենից թիրախներ են խոցվել նաև Սաուդյան Արաբիայի քաղաքներում։ Ամերիկյան հրթիռները հասել են Իրանի հարավային ափամերձ հատվածներ,
Քիշ, Ղեշմ եւ Աբու Մուսա կղզիներում խոշոր հրդեհ է բռնկվել։ 5 ժամ շարունակված օպերացիայի ընթացքում ամերիկյան զինուժը հարվածել է Բուշեր, Ջասկ, Քոնարակ, Բանդերաբազ, Չաբահար քաղաքներին։ Նահանգների ղեկավարի պնդմամբ հարվածների նպատակն է թույլ չտալ Իրանին խաթարել ծովային երթևեկությունը Հորմուզի նեղուցում։ Առաջիկա օրերին հարվածները կշարունակվեն, հայտարարել է Թրամփը։ Տեղորոշման համակարգերն անջատած 2 լցանավ անտեսել են Հորմուզի նեղուցի անվտանգության կենտրոնի բազմաթիվ նախազգուշացումները եւ վտանգի են ենթարկել այդ հատվածում նավագնացությունը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ այդ լցանավերը խոցելու շարքից հանել են։ Արդյոք այդ լցանավերը հնդկական են։ Պաշտոնական Դելին այսօր բողոքի նոտա է հղել Թեհրանին եւ հայտարարել, որ հարձակման հետևանքով զոհվել է հնդիկ նավաստի եւս 10 քաղաքացի վնասվածքներ է ստացել։ Այս ֆոնին իրանական Ֆարսը գրում է, որ Իրանը փրկել է Հորմուզի նեղուցում նավերի բախումից տուժած 23 օտարերկրյա նավաստիների։ Դեպքը եղել է, երբ բեռնատար նավը բախվել է մեկ այլ նավի։ Հարվածի հետևանքով բեռնատարի կորպուսը լրջորեն վնասվել է, նավի մեջ ջուր է լցվել։ Նավապետը հրահանգել է շտաբ տարհանել անձնակազմին։ Գայանե Մովսիսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Իդեպ Իրանի Դելհորան քաղաքում հուլիսի 12-ին գրանցվել է տարվա ամենաբարձր ջերմաստիճանը՝ +51.5 աստիճանը ըստ Ցելսիուսի, 2026 թվականին աշխարհում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է դեռևս։ Ռուս-ուկրաինական պատերազմի 1602-րդ օրն է։ Ուկրաինան զգալիորեն ակտիվացրել է իր օդաչուները, թիրախավորելով Ռուսաստանի խորքում գտնվող նավթավերամշակման գործարանները եւ Ազովի ծովում գտնվող ռուսական նավթատարտանկերները։ Սա Ռուսաստանում վառելիքի տեղային դեֆիցիտ է առաջացրել եւ ստիպել Մոսկվային արգելել դիզվառելիքի արտահանումը։ Ռուսական զորքերը շարունակում են զանգվածային, հրթիռային եւ դրոնային հարվածներ հասցնել Կիևին, Խարկովին եւ Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքներին։ Ռազմավարական առումով կողմերից ոչ մեկին չի հաջողվում բեկումնային խոշոր տարածքային ձեռքբերումներ ունենալ։ Հյուծող դիրքային պատերազմը այդպես շարունակվում է։ Ծովինար Բարխուդարյանը կպատմի վերջին գործողությունների մասին։ Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարի երկրամասի Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին, Բաշկորտոստանում գտնվող Գազպրոմ նեֆտեխիմ Սալավաթ համալիրին։ Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովի խոսքով հարձակումը զանգվածային էր, բայց այն հետ է մղվել, տուժածներ չկան։ Ըստ ուկրաինական աղբյուրների, հրդեհ է բռնկվել Կերչի էներգակամրջի հատվածում։ Ազովի ծովում կրկին թիրախավորվել են Ռուսաստանի այսպես կոչված ստվերային նավատորմի տանկերները։ Կրասնոդարի օպերատիվ շտաբի տվյալով անօդաչուների բեկորների ընկնելու հետևանքով մեկ մարդ է վիրավորվել Սևերսկի շրջանում։ Առանձնատներ, բազմաբնակարան շենք եւ երկաթուղային անցման շինություն են վնասվել Աֆիպսկում, Սմոլենսկա եւ Կովալենկո գյուղերում։ Մեր պատասխանները միշտ հայելային կլինեն։ Ռուսաստանի որ մասին էլ նրանք փորձեն հարվածել, մենք կպատասխանենք մի քանի անգամ ավելի հզոր եւ թշնամին կզգա դա։ Հուսով եմ նրանք արդեն զգում են դա եւ կշարունակեն զգալ անընդհատ աճող մասշտաբով։ Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին ուկրաինական հերթական գրոհին Մոսկվան պատասխանել է համակցված հարվածներով։ Ռազմական օբյեկտներ են թիրախավորվել Կիևի եւ Օդեսայի մարզերում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով խոցվել են հրթիռային սպառազինության եւ անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններ, ինչպես նաեւ Յուժնի նավահանգստի ենթակառուցվածքները, որտեղ ռուսական կողմի պնդմամբ պահվում էին Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված 20 յուղեր։ Չնայած ուկրաինական ԱԹՍ-ների շարունակական հարվածները զգալի վնասներ են հասցնում Ռուսաստանի էներգետիկ համակարգին, բարդացնում են վառելիքի մատակարարումները եւ նվազեցնում արտահանման հնարավորությունները, սակայն Ռուսաստանի նախագահի խոսքով դժվարությունները ժամանակավոր են։ Պուտինը խոսել է մատակարարման նոր համակարգի ստեղծման մասին, որն անհասանելի կլինի հակառակորդի համար։ Ինչ վերաբերում է էներգետիկային, մենք ունենք շատ ամուր եւ հուսալի էներգետիկ բազա։ Այո, նրանք այս պահին, այսպես ասած, խնդիրներ են ստեղծում նավթամթերքի հետ կապված, բայց իրավիճակը աստիճանաբար կբարելավվի։ Սա վերաբերում է նաեւ Ղրիմին։ Մոսկվայի հնարավորությունները սահմանափակելու համար Եվրամիությունը պատրաստվում է վաղը համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Հուլիսի 15-ին էլ դրանում ռուսական նավթի գների այսպես կոչված առավելագույն շեմի գործողության ժամկետը։ Մենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ենք կիրառում աննախադեպ արագությամբ եւ մասշտաբով։ Պատժամիջոցների 21-րդ փաթեթը ներառում է ավելի քան 250 կետ։ Սա պատժամիջոցների ամենամեծ փուլն է։ Հիմնական թիրախը ռուսական ռազմական մեքենայի ֆինանսական ողնաշարն է։
Այս ֆոնին Փարիզում կամավորների կոալիցիայի 10 երկիր հայտարարել է Եվրոպայի հակաբալիստիկ պաշտպանությունը ուժեղացնելու նպատակով նոր կոալիցիա ստեղծելու մասին։ Աշնանը կոալիցիան զորավարժություններ կանցկացնի Լեհաստանում, բացի լեհերից հիմնական մասնակիցները ֆրանսիացիներն ու բրիտանացիները կլինեն։ Սակայն Վարշավան առայժմ զենք չի մատակարարի Ուկրաինային։ Ավելի վաղ Ուկրաինային Փետրոտ հրթիռների արտադրության լիցենզիա էր խոստացել Թրամփը, Ասթեր հրթիռների արտադրության լիցենզիա Մակրոնը։ Զովինար Բարխուդարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Տարածաշրջանային խաղացողները շարունակում են քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սկանդալային հայտարարությունները Շուշիի մեդիա ֆորումի ժամանակ։ Ալիևը օրինակ պատասխանելով ուկրաինացի լրագրողներից մեկի հարցին հայտարարել էր, թե Բաքուն միշտ աջակցել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ կոչ էր արել Կիևին չհաշտվել տարածքների օկուպացիայի հետ։ Միևնույն ժամանակ նա ասել էր, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները լիովին կարգավորված են եւ ունեն դրական դինամիկա։ Կրեմլը ըստ էության հաստատել է այս հայտարարությունը։ Դմիտրի Պեսկովի բառերով Ուկրաինայի հարցը վիճելի թեմա է Ադրբեջանի հետ, բայց Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ։ Ալիևի այս ու մյուս հայտարարությունները կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Բարի երեկո Արման։ Բարի երեկո Լարա։ Ինչպես կգնահատես, կմեկնաբանես Ադրբեջանի քաղաքականությունը եւ Կրեմլի արձագանքը։ Մոսկվան իդեմս Պեսկովի հստակ հասկացնում է, որ իրատեսորեն է գնահատում իրավիճակը։ Կրեմլի համար Բաքվի Ուկրաինամետ հռետորաբանությունը վիճելի թեմա է, որը չի կարող ստվերել երկու երկրների միջև եղած ռազմավարական սերտ կապերը։ Այս իրավիճակը ցուցադրում է Բաքվի եւ Մոսկվայի միջև առկա պրագմատիկ շահերի վրա հիմնված գործընկերությունը։ Մի կողմից Արևմուտքի եւ Ուկրաինայի համար Ալիևը շրջանառում է տարածքային ամբողջականության սկզբունքը, իսկ մյուս կողմից Ռուսաստանի հետ խորացնում է տրանսպորտային ու տնտեսական ռազմավարական գործակցությունը։ Սա նաև ազդակ է այն մասին, որ Մոսկվայի համար Ադրբեջանի ներկայիս լոգիստիկ եւ տնտեսական դերը, մասնավորապես Հյուսիս-Հարավ միջանցքի համատեքստում, շատ ավելի կարևոր է, քան դիվանագիտական հայտարարությունները։ Արման, հետաքրքիր է, որ Ալիևը խոսել է նաև խորհրդային տարիներին Ադրբեջանի նավթի կողոպուտի եւ բնապահպանական աղետների մասին, փաստացի զարգացնելով հակառուսական քարոզի այդ թելը։ Ինչ է թաքնված այս հռետորաբանության հետևում։ Իրականում սա զուտ ներքին սպառման մանիպուլյացիա է Լարա, որի իրական պատկերը բացահայտում են միջազգային հետաքննությունները։ Խորհրդային տարիներին արդյունահանված բնական պաշարներից գոյացած միջոցներով է Ադրբեջանում կառուցվել այն ողջ ենթակառուցվածքային բազան, որն այսօր շահագործում է Ալիևյան վարչակազմը։ Ուշագրավ է, որ այսօր Ադրբեջանի ընդերքի, մասնավորապես ոսկու եւ թանկարժեք մետաղների արդյունահանման իրավունքները փոխանցված են նախագահական ընտանիքի օֆշորային կառույցներին եւ բրիտանական Anglo-Asian Mining ընկերությանը։ Ըստ արևմտյան անկախ հետաքննությունների, հենց այս ընկերության բիզնես շահերի համար 2023 թվականին կազմակերպվեց Լաչինի միջանցքի բլոկադան բնապահպանական կեղծ լոզունգներով, որն ավարտվեց Արցախի էթնիկ զտմամբ եւ Կաշենի հանքավայրի զավթմամբ։ Իսկ երբ Ադրբեջանի ներսում Գեդեբեկի շրջանի Սոյուտլու գյուղում տեղի բնակիչները բողոքեցին նույն այդ բրիտանական ընկերության թունավոր թափոնների դեմ, Ալիևի վարչակազմը ոչ թե լսեց էկոլոգներին, այլ ոստիկանական կոշտ ուժով լռեցրեց բողոքի ձայնը։ Արման, ֆորումի ժամանակ Ալիևը բացի հակառուսական հայտարարություններից նաև կոշտ քննադատել է եվրոպացիներին, Եվրոպան, նշելով, որ պաշտոնական Բաքուն լրջորեն դիտարկում է Եվրոպայի խորհրդից եւ խորհրդարանական վեհաժողովից ամբողջությամբ դուրս գալու հնարավորությունը, ընդ որում ըստ Ադրբեջանի նախագահի, եթե Բաքուն իսկապես որոշի լքել այդ կառույցները, ներքին լսարանում ոչ ոք չի էլ զգա դա։ Ըստ էության Ալիևը ինքնախոստովանություն է արել Լարա, այն պնդումը, թե Եվրոպայի խորհրդից դուրս գալը երկրի ներսում ոչ ոք չի նկատի, Ալիևի ընդդիմախոսները բացատրում են պարզ իրողությամբ։ Ադրբեջանում արդեն իսկ հաստատվել է լիակատար ավտորիտարիզմ, իսկ եվրոպական դատական վճիռներն ու իրավական նորմերը տարիներ շարունակ պարզապես անտեսվել են իշխանությունների կողմից։ Ալիևի այդ հայտարարությունը եվրոպական կառույցների հետ տարիների շարունակվող հակասությունների տրամաբանական գագաթնակետն է։ Բացի չնայած մամուլում հարյուրավոր օրինակներ կան այն մասին, թե ինչպես է ներսում Ալիևը ճնշում, լռեցնում, բանտում ընդդիմադիր առաջնորդներին, Ալիևը հայտարարել է դրա ֆոնին, որ ժողովրդավարությունը Ադրբեջանում բարձր մակարդակի վրա է, իսկ Շուշիի այդ ֆորումին մասնակցած եվրոպացիներից որևէ մեկը ըստ էության որևէ հակաթեզ չի առաջարկել։
Այո, Լարա, որովհետև Շուշի Global Media Forum-ն իրականում ադրբեջանական ներքին լսարանի եւ սահմանափակ օտարերկրյա հյուրերի համար նախատեսված բեմադրություն էր։ Ֆորումին ներկա չի եղել որևէ անկախ լրագրող կամ մասնակից, որ կարող էր տալ երկրի ներքին խնդիրներին վերաբերող սուր կամ անցանկալի հարցեր։ Ադրբեջանական ընդդիմությունը մատնանշում է, որ միջազգային առաջատար լրատվամիջոցները ողողված են երկրի ներսում շինծու ձերբակալությունների եւ շուրջ 400 քաղբանտարկյալների արկայության մասին նյութերով։ Սակայն ֆորումի մասնակիցներից եւ ոչ մեկը չբարձրացրեց այս թեմաները, քանի որ Ադրբեջանն իր ներսում ամբողջությամբ լրացրել է այլախոհությունը։ Ալիևի համար շատ հեշտ է միջազգային հարթակներից խոսել ժողովրդավարությունից եւ եվրոպական կառույցներին մեղադրել կողմնակալության համար, երբ երկրի ներսում ցանկացած բողոքի ակցիա ճնշվում է ոստիկանական կոշտ ուժերով։ Շնորհակալ եմ Արման, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանը։ Վենեսուելայի սարսափելի երկրաշարժից 3 շաբաթ անցել փլատակներում մարդկանց են փնտրում։ Այդ երկրի վերջին 125 տարվա պատմության ամենաուժեղ երկրաշարժի հետևանքների մասին է Մարիամ Ամիրջանյանի ռեպորտաժը։ Գրեթե 4500 մարդ է զոհվել Վենեսուելայում, ավելի քան 16700 վիրավոր կա։ Մոտ 3 շաբաթ առաջ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Ըստ տարբեր աղբյուրների, հազարավոր մարդիկ հարազատների մասին լուր չունեն։ Փրկարարական խմբերը շարունակում են մարդկանց որոնել շենքերի քարե կույտերում։ Պաշտոնական տվյալով փլատակներից հաջողվել է ողջ դուրս բերել գրեթե 6500 մարդու։ Վենեսուելայի վերջին 125 տարվա պատմության ամենաուժեղ երկրաշարժը ավելի քան 17900 մարդու անօթևան է թողել։ Չնայած ողբերգական իրավիճակին, աղետից ամենաշատը տուժած Լա Գուայրայում որոշ խանութներ արդեն վերաբացվել են, բայց փողոցներն առաջվա պես մարդաշատ չեն, պատմում է քաղցրավենիք վաճառող խանութպանը։ Այստեղ նաև բանկ, հագուստի խանութ, առևտրի կենտրոն կար։ Փողոցը չափազանց մարդաշատ էր։ Ինչպես տեսնում եք, ամեն ինչ ավերվել է։ Միայն ես ու մի քանի հոգի ենք մնացել։ Նույն փողոցում վերաբացված հացաբուլկեղենի խանութում ստիպված են կրճատել հացի տեսակները։ Հիմա միայն ամենավաճառվող տեսակներն են թխում։ Մենք սահմանափակումներով ենք աշխատում, էլեկտրաէներգիա չունենք, բայց գեներատոր ունենք, նախկինում մի քանի տեսակի հաց էինք թխում, հիմա միայն ամենաանհրաժեշտները։ Էլեկտրաէներգիայի խափանումները վենեսուելացի հյուսնինել են խանգարում։ Գիլեմերոն արդեն ավելի քան 200 դագաղ է նվիրաբերել երկրաշարժի զոհերի ընտանիքներին։ Օրական 40-ը կպատրաստի, եթե լույս ունենա։ Շատ մարդասիրական օգնություն է տրամադրվում եւ դա հիանալի է, բայց մտածում եմ լավ իսկ մահացածների մասին ինչ կասեք։ Reuters-ի վերջին տվյալով երկրաշարժի տնտեսական վնասը գնահատվում է մոտ 7 միլիարդ ԱՄՆ դոլար։ Անցյալ շաբաթ Միավորված ազգերի կազմակերպությունը հրատապ կոչ արեց մոտ 300 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն ցուցաբերել Վենեսուելային։ Մարիամ Ամիրջանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Վերադառնանք Հայաստան, փամբակը, որ 2021-ի դեկտեմբերի 5-ին առաջին անգամ խոշորացվեց, հիմա հնարավոր է միանա Վանաձորին։ Խոշորացման սկանդալային նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։ Նախագծին դիմախոսները պնդում են, որ Վանաձորի եւ փամբակի միացումը, որից հետո փաստացի 22 համայնք պետք է կառավարվի մեկ կենտրոնից, Էջմիածնի եւ Խոյ համայնքի միավորման նախագծի երկվորյակն է։ Սկանդալային այդ խոշորացումը օգնեց քաղաքացիական պայմանագրին, ընտրողների աշխարհակրությունը մեծացնելով գյուղական համայնքի ձայների հաշվին փոխել քաղաքական պատկերը, ապահովել իր տեխնացուի հաղթանակը թիմ ընտրություններում։ Վանաձորը կարող է դառնալ Հայաստանի տարածքով ամենամեծ քաղաքը։ Կառավարությունը նախատեսում է Վանաձորին միացնել 18 գյուղ միավորող փամբակ խոշորացված համայնքը։ Լավ է դա, թե վատ, փամբակցիները տարակարծիք են։ Նույն բանը կլինի։ Հեշտանալու դժվարություն չի լինի, կամ հեշտանալու նույնը կմնա։ Մենակ անունը կփոխվի։ Որ լավնա թողնել լի։ Մեր կողմին է տոնայեմ այդ ցավտան եմ, ով դիմեր կողմինն է։ Կողմին կամ դեմեն, դա ինչն է փոխ։ Խոշորացում ասության։ Դե Վանաձորին եք միանալու դուք, փամբակը։ Եվ ինչու համար չգիտեմ։ Խոշորացված փամբակի բնակիչների մեծ մասը չի էլ լսել կառավարության մտադրության մասին։
Եթե համայնքը մինչդեռ նախորդ շաբաթ Լոռիի մարզպետարանում խոշորացման թեմայով հանրային լսումներ կազմակերպած տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարարը վստահեցնում էր, քաղաքացիներն են վարչատարածքային փոփոխություններ պահանջում իրենցից։ Դա քաղաքացիների կողմից բարձրացված հարց է, որի պատասխան մենք ասացինք, որ սա մեր բարեփոխումների ուղղությունն է։ Հուսով եմ, որ այս երկրորդ խոշորացումը չի վնասի մեր այս առաջ խոշորացման ձեռքբերումներին։ Փամբակի աշխատակազմի քարտուղարը վստահեցնում է, Փամբակի փոքր բնակավայրերը զգում են 5 տարի առաջ տեղի ունեցած խոշորացման արդյունքը։ Հույս ունի, որ Վանաձորին միանալուց հետո նոր ձևավորվող համայնքի ղեկավարությունը հավասար ուշադրություն կդարձնի Վանաձորին ու գյուղական բնակավայրերին։ Համոզված է, ապակենտրոնացման համար խոշորացումը լավ լուծում է։ Լիազորությունների ապակենտրոնացման համատեքստում համայնքների խոշորացումը արդիական է եւ իրատեսական է, որովհետեւ համայնքներին այնպիսի լիազորություններ է շնորհվում հիմա, որ բնականաբար խոշորացված համայնքով, մեծ համայնքով այդ լիազորությանը դիմակայելը ավելի հեշտ կլինի։ Փամբակի շղթան որպես այդպիսի կառուցումը ինքը չուներ ոչ մի տրամաբանություն։ Տիմ փորձագետ Գևորգ Քոթանջյանը չի հիշում մի օրինակ, երբ համայնքների խոշորացումը լուծել է ապակենտրոնացման խնդիրը։ Նրա համոզմամբ իշխանությունը որևէ ռազմավարություն չի դնում համայնքների միավորման հիմքում։ Ըստ նրա Փամբակի առաջին խոշորացումն էլ անտրամաբանական էր։ Փամբակ համայնքի առնվազն 7 բնակավայր էր, իրանց կենսական կապը ապահովում էր Վանաձորով։ Այսինքն իրանք ընդհանուր ոչ մի բան չունեին Փամբակի հետ։ Եվ թերևս այդ խնդիրը գալիս է 21 թվականից, երբ որ այս վարչական միավորը ստեղծեցին, որտեղ նման միավորում ստեղծելու ուղղակի տրամաբանություն չկար եւ բոլորի համար հենց այդ պահից ակնհայտ էր, որ վաղ թե ուշ այդ համայնքը լուծարելու։ Փամբակը Վանաձորին միավորելու կառավարության որոշման հիմնավորումն էլ լղոզված է ըստ Քոթանջյանի։ Կարդանք մի անիմաստ տեքստ, որում հասկանում ենք միայն հետեւյալը, որ փաստաթղթաշրջանառությունն է կարգավորվելու, որը այս բaragայում իհարկե խայտարակություն։ Տիմ փորձագետի համոզմամբ խայտարակ որոշմամբ քաղաքական խնդիր է լուծում իշխանությունը։ Ինձ ենթադրում է մի պարզ բան՝ քաղաքական լուծում։ Ուրիշ ոչ մի բան։ 5 տարի առաջ տեղի ունեցած ընտրություններից հետո Վանաձորը այդպես էլ ընտրովի համայնքապետ չունեցավ։ Ամենաշատ քվե ստացած ընդդիմադիր Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց, ավականին օրենքով սահմանված կարգով չգործեց։ Չնայած դատարանը ճանաչել է ավականի լիազորությունները, բայց դեռ սահմանափակումներ կան ավականու համար։ ԴՀԿ-ն հրաժարվում է կարճել վարույթը։ Պետք է հարկադիր ծառայությունը վարույթը կարճի, իսկ հարկադիր ծառայությունը չի կարճի վարույթը, եւ բնականաբար այդ նիստը չի գումարվի, որ Նույն ճակատագիրը սպառնում է Գյումրիին, տևական ժամանակ է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորված է։ Նա իր նկատմամբ քրեական գործը քաղաքական պատվեր է անվանում։ ԿՊԱ-կան խմբակցությունը հաճախ բոյկոտում է նիստերը, դրանք չեն կայանում քվորում չլինելու հետևանքով։ Այս դեպքում լուծվում է քաղաքական խնդիրը կառավարման տեսանկյունից, որտեղ թե Գյումրիում, թե Վանաձորում, թե այլ համայնքներում մենք ունենք քաղաքական խնդիր։ Այսինքն այդ քաղաքական խնդիրը իրականում մերը չի, դա իշխանության քաղաքական խնդիրն է, բայց հա, այդ խնդիրը կա։ Եվ այս խնդիրը խորը առումով չես կարող ուղղակի դնես ինչ-որ բարեփոխումով լուծես։ Այդպես եղավ Վաղարշապատում։ Ընտրություններից առաջ Վաղարշապատին միացրեցին մեկ անգամ խոշորացված Խոյ համայնքը, որը ԿՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ծննդավայրն է։ Խոշորացված Խոյ համայնքի ձայների հաշվին ԿՊ-ն Վաղարշապատում հաղթանակ տարավ։ Արդյոք Փամբակը Վանաձորին միացնելով էլ այդ հարցը չի լուծում ԿՊ-ն։ Դեռ մեկ ամիս առաջ հրապարակ օրաթերթին տեղեկություն էր հասել, որ Լոռիի մարզպետ ԿՊԱ-կան Արեն Մկրտչյանն է ԿՊ-ի Վանաձորի քաղաքապետի թեկնածու, որը Ալավերդի իր տան հաշվառումից դուրս է եկել եւ գրանցվել է Վանաձորում, հորեղբոր որդու տանը, որ օրենքով պահանջվող 6 ամսվա բնակության ցենզին համապատասխանի։ Անետ Կարպետյան, Հայկ Վարդանյան, Հայլուր։ Դուք դիտում եք Հայլուրը, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։